Late last night and early today, at my direction, the United States Ուժգիշեր եւ այսօր վաղ առավոտյան իմ ուղիղ հրահանգով Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացրեցին բացառիկ ռազմական գործողություն Վենեսուելայի մայրաքաղաքում։ overwhelming American military power, air, land, Ամերիկյան ռազմական գերազանց ուժը օդային, ցամաքային եւ ծովային բաղադրիչներով գործի դրվեց սկսելու հզոր եւ շլացուցիչ հարձակում։ Դա մի հարձակում էր, որի նմանը մարդիկ չեն տեսել երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ It was a force against a heavily fortified military fortress. Այն ուղղված էր խիստ ամրացված ռազմական ամրոցի դեմ Կարակասի սրտում, նպատակ ունենալով արդարադատության առջև կանգնեցնել օրենքից դուրս բռնապետ Նիկոլաս Մադուրոին։ Effective and powerful displays of American military might and competence. Սա Ամերիկայի ռազմական ուժի եւ մասնագիտական կարողության պատմության ամենահզոր, ամենաարդյունավետ եւ ամենատպավորիչ ցուցադրումներից մեկն էր։ Եվ եթե մենք մտածենք դրա մասին, մենք նախկինում եւս իրականացրել ենք բացառիկ գործողություններ։ The attack on al-Baghdadi and the Սոլեյմանիի դեմ հարվածը, Ալ-Բաղդադիի դեմ հարձակումը, ինչպես նաև Իրանի միջուկային օբյեկտների լիակատար ոչնչացումը, վերջերս իրականացված կեսգիշերային մուրճ անվանումը կրող գործողության ընթացքում։ all perfectly executed and done. Բոլորներ կատարվել են անթերի, ճշգրիտ եւ բարձրագույն մակարդակով։ Աշխարհում չկա որևէ երկիր, որը կարող էր հասնել նրան, ինչ Ամերիկան իրականացրեց 3 կամ անկեղծ ասած, այսքան կարճ ժամանակահատվածում։ Capacities were rendered powerless as the men and women of our military working with U.S. law enforcement Վենեսուելայի ողջ ռազմական կարողությունները դարձան անգործունակ, երբ մեր զինված ուժերի տղամարդիկ եւ կանայք համագործակցելով ԱՄՆ իրավապահ մարմինների հետ հաջողությամբ ձերբակալեցին Մադուրոին գիշերվա խավարում։ Խավար էր։ Կարակասի լույսերի մեծ մասը անջատված էր որոշակի մասնագիտական կարողությունների շնորհիվ, որոնց մենք տիրապետում ենք։ It was dark and it was deadly. Խավար էր եւ այն մահաբեր էր։ But captured along with his wife, Celia Flores, both of whom now face American justice. Նրա հետ միասին ձերբակալվեց նաև նրա կինը, Սելիա Ֆլորեսը։ Երկուսն էլ այժմ կանգնելու են ամերիկյան արդարադատության առջև։ Մադուրոն եւ Ֆլորեսը մեղադրանքների են ենթարկվելու Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանում։ Այս մեղադրանքները ներկայացվել են ԱՄՆ իրավապահ համակարգի կողմից գլխավոր դատախազության անունից, այդ թվում Ջեյ Քլեյթոնի ղեկավարությամբ, որոնք վերաբերում են Միացյալ Նահանգների եւ նրա քաղաքացիների դեմ իրականացված մահաբեր նարկոտերորիստական գործունեությանը։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր զինված ուժերի տղամարդկանց եւ կանանց, ովքեր գիշերվա ընթացքում հասան նման արտակարգ հաջողության, շունչը կտրող արագությամբ, ուժով, ճշգրտությամբ եւ մասնագիտական կարողությամբ։ Նման բան շատ հազվադեպ է տեսնում մարդ։ Դուք այս երկրում տեսել եք որոշ գործողություններ, որոնք այդքան էլ լավ չեն անցել։ Դրանք խայտարակություն էին։ Եթե հետ նայեք Աֆղանստանին կամ եթե հետ նայեք Ջիմի Քարթերի ժամանակաշրջանին, դրանք այլ ժամանակներ էին։ Մենք կրկին հարգված երկիր ենք, գուցե ինչպես երբեք նախկինում։ Այս բարձր պատրաստված մարտիկները գործելով ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ նրանց ձերբակալեցին շատ պատրաստ վիճակում։ Նրանք սպասում էին մեզ։ Նրանք գիտեին, որ մենք ծովում ունեինք բազմաթիվ նավեր, ասես պարզապես սպասման մեջ։ Նրանք գիտեին, որ մենք գալիս ենք։ Այսպիսով նրանք գտնվում էին պատրաստ վիճակում, այսպես կոչված ready position-ում, սակայն ամբողջովին ճնշվեցին եւ շատ արագ անգործունակ դարձան։ Եթե դուք տեսնեիք այն, ինչ ես տեսա գիշերը, դուք շատ տպավորված կլինեիք։ Չգիտեմ, երբևէ հնարավորություն կունենաք դա տեսնելու, բայց դա անհավանական տեսարան էր։ Ոչ մի ամերիկացի զինծառայող չզոհվեց եւ ոչ մի միավոր ամերիկյան տեխնիկայից չկորցվեց։ Մենք ունեինք բազմաթիվ ուղղաթիռներ, բազմաթիվ ինքնաթիռներ, շատ մարդիկ էին ներգրաված այդ մարտում, բայց մտածեք դրա մասին, ոչ մի ռազմական տեխնիկա չկորցվեց։ Եվ առավել կարևոր, ոչ մի զինծառայող չզոհվեց։ The United States military is the strongest and most fearsome military on the planet by far, with capabilities and skills our enemies can. Միացյալ Նահանգների բանակը մոլորակի վրա ամենաուժեղ եւ ամենադաժան ռազմական ուժն է իր կարողություններով եւ հմտություններով։ Մեր թշնամիները հազիվ թե կարողանան պատկերացնել, թե ինչ ունակություններ ունենք մենք։ Մենք ունենք աշխարհում ամենալավ տեխնիկան։ Չկա տեխնիկա, որը նման կլինի մեր ունեցածին, եւ դուք դա տեսնում եք նույնիսկ միայն նավերի օրինակով։ Մենք ծովային ճանապարհով ներմուծվող թմրանյութերի 97%-ը խափանել ենք, 97%-ը։ Յուրաքանչյուր այդ նավը միջին հաշվարկով խլում է 25,000 ամերիկացու կյանք։
Մենք չեզոքացրել ենք 97%-ը։ Այդ թմրանյութերի մեծ մասը գալիս է մի երկրից, որը կոչվում է Վենեսուելա։ Մենք մտադիր ենք ժամանակավորապես ղեկավարել երկիրը մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի ապահով, ճիշտ եւ խոհեմ կերպով իրականացնել իշխանության փոխանցումը։ Մենք չենք ցանկանում, որ պարզապես մեկ ուրիշը գա իշխանության եւ իրավիճակը կրկին դառնա այնպիսին, ինչպիսին եղել է երկար տարիներ։ Այդ պատճառով մենք կմնանք եւ կղեկավարենք երկիրը այնքան ժամանակ, մինչև հնարավոր լինի ապահով, ճիշտ եւ խոհեմ անցում իրականացնել։ Because that's what we're all about. We want peace, liberty and justice for the great people of Մենք Venezuela. ցանկանում ենք խաղաղություն, ազատություն եւ արդարություն Վենեսուելայի մեծ ժողովրդի համար։ Սա վերաբերում է նաև այն բազմաթիվ վենեսուելացիներին, որոնք այժմ ապրում են Միացյալ Նահանգներում եւ ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ Դա նրանց հայրենիքն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Վենեսուելայում իշխանությունը փոխանցվի մեկ ուրիշի, որը չի առաջնորդվի վենեսուելացի ժողովրդի շահերով։ Մենք տասնամյակներ շարունակ տեսել ենք նման բան եւ այլևս թույլ չենք տալու, որ դա կրկնվի։ We're there now, and what people don't understand, but they understand as I say this, we're there now, but we're Մենք այնտեղ ենք հիմա։ Շատ մարդիկ գուցե լիովին չեն ըմբռնում, բայց ինչպես հիմա արդեն ակնհայտ է դառնում, մենք այնտեղ ենք եւ կմնանք այնքան ժամանակ, մինչեւ հնարավոր լինի իրականացնել ճիշտ անցումը։ Այլ կերպ ասած, մենք էապես կղեկավարենք երկիրը մինչեւ այն պահը, երբ կկարողանանք իրականացնել պատշաճ իշխանական անցում։ Ինչպես բոլորին է հայտնի, Վենեսուելայի նավթային ոլորտը երկար տարիներ լիակատար ձախողում է եղել։ they were pumping almost nothing by comparison to what they could. Նրանք արդյունահանել են գրեթե ոչինչ, համեմատած այն ներուժի հետ, որը իրականում ունեցել են։ We're going to have our very large United States oil companies, the biggest anywhere in the world. Մենք պատրաստվում ենք ներգրավել Միացյալ Նահանգների մեր խոշորագույն նավթային ընկերություններին, աշխարհի ամենամեծերին, որպեսզի նրանք մտնեն երկիր, ներդնեն միլիարդավոր դոլարներ, վերականգնեն խիստ վնասված ենթակառուցվածքները, հատկապես նավթային ենթակառուցվածքները, եւ սկսեն եկամուտ ապահովել երկրի համար։ Եվ մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում իրականացնել երկրորդ, շատ ավելի լայնածավալ հարձակումը։ Այսինքն, մենք պատրաստ էինք երկրորդ ալիքին, եթե դրա կարիքը լիներ։ Մենք իրականում ենթադրում ենք, որ երկրորդ ալիքը անհրաժեշտ կլինի, սակայն այժմ ամենայն հավանականությամբ դրա կարիքը չկա։ Առաջին ալիքը, եթե այդպես ցանկանանք անվանել, առաջին հարձակումը այնքան հաջող էր, որ հավանաբար երկրորդի կարիք չենք ունենա, սակայն մենք պատրաստ ենք նաև երկրորդ ալիքին, իրականում շատ ավելի մեծ ալիքին։ Այս գործողությունը նպատակային էր, բայց մենք ունենք շատ ավելի լայնածավալ գործողություն, որը հավանաբար ստիպված չենք լինի իրականացնել։ Այս նոր գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մի երկրի, որի հետ բոլորն են ցանկանում համագործակցել, այն ամենի պատճառով, ինչ մենք կարողացել ենք անել եւ հասնել, Վենեսուելայի ժողովրդին կդարձնի հարուստ, անկախ եւ անվտանգ։ Եվ դա նաև չափազանց երջանիկ կդարձնի Միացյալ Նահանգներում ապրող վենեսուելացիների մեծ թվին։ Նրանք տառապել են, նրանցից շատ բան է խլվել, նրանք այլևս չեն տառապելու։ Ապօրինի բռնապետ Մադուրոն լայնածավալ հանցավոր ցանցի առանցքային դեմքն էր, որը պատասխանատու էր Միացյալ Նահանգներ հսկայական քանակի մահաբեր եւ ապօրինի թմրանյութերի փոխադրման համար։ Ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, նա անձամբ էր վերահսկում դաժան կարտելը, որը հայտնի է Կարտել դե լոս Սոլոս անունով, եւ մեր երկիրը հեղեղել է մահաբեր թույնով պատասխանատու լինելով անհամար ամերիկացիների մահվան համար։ Which flooded our nation with lethal poison responsible for the deaths of countless Americans, many Americans, hundreds of Տարիների ընթացքում 100,000-ավոր ամերիկացիներ են մահացել նրա պատճառով։ Մադուրոն եւ նրա կինը շուտով կկանգնեն ամերիկյան արդարադատության ամբողջ ուժի առջև եւ կդատապարտվեն ամերիկյան հողի վրա։ on American soil. Right now they're on a ship, they'll be heading to ultimately New York, and then a decision will be made, I assume, between New York and Miami. Այս պահին նրանք գտնվում են նավի վրա։ Նրանք ի վերջո կուղևորվեն Նյու Յորք եւ ապա ենթադրում եմ որոշում կկայացվի Նյու Յորքի եւ Մայամիի կամ Ֆլորիդայի միջև։ Բայց մենք ունենք մարդկանց, որոնց հանցագործությունների ճնշող ապացույցները կներկայացնեն դատարանում օրենքի առջև։ Եվ ես տեսել եմ դրանք։ Ես տեսել եմ, թե ինչ ունենք մենք։ Դա եւ սարսափելի է, եւ շունչը կտրող, որ նման բան ընդհանրապես կարող էր թույլատրվել այսքան ժամանակ։ His term as president of Venezuela expired, Maduro remained in power and waged a ceaseless campaign of violence, terror,
Վենեսուելայի նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո եւս երկար տարիներ Մադուրոն մնաց իշխանության եւ վարեց բռնության, ահաբեկման եւ քայքայիչ գործողությունների անդադար արշավ Միացյալ Նահանգների դեմ, վտանգի տակ դնելով ոչ միայն մեր ժողովրդին, այլև ամբողջ տարածաշրջանի կայունությունը, եւ դուք բոլորդ դա տեսել եք։ Բացի հսկայական քանակությամբ ապօրինի թմրանյութերի մաքսանենգումից, որոնք անասելի տառապանք եւ մարդկային կործանում բերեցին ամբողջ երկրում, հատկապես Միացյալ Նահանգներում, Մադուրոն Միացյալ Նահանգներ ուղարկեց վայրագ եւ մարդասպան խմբավորումներ, այդ թվում Արյունաբու բանտային խմբավորում, որը հայտնի է Տրենդե Արագուա անունով, որպեսզի ահաբեկեն ամերիկյան համայնքները ամբողջ երկրով։ Եվ նա իսկապես դա արեց։ Նրանք եղել են Կոլորադոյում, նրանք զավթել էին բնակելի համալիրներ։ Եթե մարդիկ զանգահարում էին ոստիկանություն, նրանց մատները կտրում էին, նրանք դաժան էին, բայց հիմա նրանք այլևս այդքան դաժան չեն։ Եվ ես պարզապես պետք է շնորհավորեմ մեր զինված ուժերին, Փիթին եւ բոլորին, ինչպես նաեւ մեր ազգային գվարդիային այն աշխատանքի համար, որը նրանք կատարել են լինի դա Վաշինգտոնում, որտեղ այսօր ունենք լիովին անվտանգ քաղաք, իսկ անկեղծ ասած դա նախկինում աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը չէր։ Այսօր Վաշինգտոնում հանցագործություն չկա։ Մենք սպանություն չենք ունեցել, մի քանի շաբաթ առաջ միայն ունեցել ենք ահաբեկչական հարձակում, սա մի փոքր այլ բնույթի սպառնալիք էր, բայց մենք երկար ժամանակ է սպանություն չենք ունեցել 6-7 ամիս շարունակ։ Մինչ այս Վաշինգտոնում, մեր մայրաքաղաքում, միջին հաշվով շաբաթը 2 սպանություն էր լինում։ Հիմա դա այլևս չկա։ Ռեստորանները բացվում են, բոլորը երջանիկ են։ Մարդիկ դուրս են գալիս, քայլում են իրենց դուստրերի, իրենց երեխաների, իրենց կանանց հետ եւ գնում են ռեստորաններ։ Ռեստորանները բացվում են Վաշինգտոն DC-ի ամբողջ տարածքով։ Այդ պատճառով ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային գվարդիային։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բանակին եւ իրապապահ մարմիններին։ Դա անհավանական աշխատանք է եղել։ Եվ նրանք պետք է նույնը անեն նաև այլ քաղաքներում, ինչպես գիտեք, մենք դա արդեն անում ենք եւ հիմա դա անում ենք Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, եւ հանցագործությունը նվազել է։ Մենք ընդամենը մի քանի շաբաթ առաջ ենք սկսել, բայց այժմ հանցագործությունը նվազել է 77%-ով։ Լուիզիանայի նահանգապետը զանգահարեց հիանալի մարդ է, եւ նա ցանկանում էր, որ մենք օգնեինք իրեն։ Ինչպես գիտեք, Լուիզիանայի մի շատ գեղեցիկ հատվածում։ Մենք դա արեցինք, դա շատ կոշտ, շատ ծանր հարված էր։ Եվ որքան հասկանում եմ, ընդամենը 2.5 շաբաթ անց հանցագործությունը այնտեղ գրեթե 0-ի է հասել։ Նյու Օրլեանում այն գրեթե վերացել է, եւ մենք այնտեղ ընդամենը 2.5 շաբաթ ենք եղել։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչու նահանգապետերը չեն ցանկանա, որ մենք օգնենք։ Մենք նաև օգնեցինք, ինչպես գիտեք, Չիկագոյում, եւ այնտեղ հանցագործությունը փոքր-ինչ նվազեց։ Մենք շատ սահմանափակ օգնություն ցույց տվեցինք, որովհետեւ չունեինք աշխատանքային համագործակցություն նահանգապետի հետ։ Նահանգապետը աղետ է եւ քաղաքապետը նույնպես աղետ է։ Այնուամենայնիվ, դա նվազեցրեց հանցագործությունը, բայց մենք այնտեղից դուրս ենք գալիս։ Երբ նրանք մեր կարիքն ունենան, մենք կիմանանք, դուք էլ կիմանաք, դուք դրա մասին կգրեք։ Նույն կերպ Լոս Անջելեսում, որտեղ մենք սկզբում փրկեցին քաղաքը, երբ ոստիկանության վարչության ղեկավարն էլ հայտարարեց, որ եթե դաշնային կառավարությունը չմիջամտեր, մենք կկորցնեինք Լոս Անջելեսը։ Դա տեղի ունեցավ հրդեհներից շատ հետո։ Դա այն ժամանակ էր, երբ Լոս Անջելեսում անկարգություններ էին։ Մենք հիանալի աշխատանք կատարեցինք, դրա համար ընդհանրապես որևէ գնահատական չստացանք, բայց դա նորմալ է, դա կարևոր չէ։ Մեզ պետք չեն գնահատականներ։ Մենք դուրս կգանք այնտեղից, մենք այլևս պետք չենք։ Նրանք կզանգահարեն կամ եթե հարկ լինի, մենք կվերադառնանք։ Մենք կվերադառնանք, բայց մենք շատ լավ աշխատանք կատարեցինք տարբեր քաղաքներում։ Սակայն այն վայրը, որով մենք հատկապես հպարտանում ենք, Վաշինգտոն DC-ն է, որովհետև դա մեր երկրի մայրաքաղաքն է։ Մենք այն հանցագործություններով լի քաոսից վերածեցինք երկրի ամենաանվտանգ քաղաքներից մեկի։ Բայց այն խմբավորումները, որոնք նրանք ուղարկել էին, բռնաբարել են, խոշտանգել, սպանել են ամերիկացի կանանց ու երեխաների։ Նրանք եղել են իմ նշած բոլոր քաղաքներում։ Տրենդե Արագուան ուղարկվել էին Մադուրոյի կողմից մեր ժողովրդին ահաբեկելու համար, եւ այժմ Մադուրոն այլևս երբեք չի կարող սպառնալ որևէ ամերիկացու կամ որևէ վենեսուելացու, այլևս սպառնալիքներ չեն լինելու։ Տարիներ շարունակ ես ուշադրություն եմ հրավիրել այն անմեղ ամերիկացիների պատմությունների վրա, որոնց կյանքեր այս վենեսուելական ահաբեկչական կազմակերպության կողմից այդքան անխղճորեն խլվել են։ Իրականում ամենավատերից մեկը, ամենավատերից, ոմանք ասում են ամենավատը։ Ամերիկացիներ, ինչպիսին է 12-ամյա Ջոսլին Նունգարին Հյուսթոնից, գեղեցիկ Ջոսլին Նունգարի։ They, as you know, they kidnapped, assaulted, and murdered by Trende Aragua animals. They murdered Jocelyn. And
Ինչ տեղի ունեցավ նրա հետ։ Ինչպես գիտեք, նրան առևանգեցին, բռնության ենթարկեցին եւ սպանեցին Տրեն դե Արագուայի կենդանիները։ Նրանք սպանեցին Ջոսելինին եւ թողեցին նրա մարմինը կամրջի տակ։ Մի կամուրջ, որը շատ մարդկանց համար այլևս երբեք նույնը չի լինի այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ։ Ինչպես ես բազմիցս ասել եմ, Մադուրոյի վարչակազմը դատարկել է իրենց բանտերը, իրենց ամենավատ եւ ամենադաժան հրեշտերին ուղարկել է Միացյալ Նահանգներ ամերիկացիների կյանքերը խլելու համար։ Եվ նրանք եկել էին նաև հոգեբուժական հաստատություններից եւ խելագարների ապաստարաններից։ Նրանք եկել էին բանտերից եւ կալանավայրերից, ես ասում եմ այդ երկուսը, որովհետեւ դրանք իրականում նման են հնչում։ Բանտերը մի փոքր ավելի կոշտ են, ավելի թշնամական, ավելի ծանր։ Հոգեբուժական հաստատություններն այնքան էլ կոշտ չեն, որքան խելագարների համար ապաստարանները, բայց մենք երկուսից էլ ունեինք։ Նրանց ուղարկել էին հոգեբուժական հաստատություններից, նրանց ուղարկել էին բանտերից, կալանավայրերից, նրանք թմրավաճառներ էին, նրանք թմրաբիզնեսի առանցքային դեմքերն էին, նրանք Միացյալ Նահանգներ էին ուղարկել բոլոր վատերին, բայց այլևս ոչ։ Եվ հիմա մենք ունենք սահման, որը ոչ ոք չի կարող անցնել։ Բացի այդ, Վենեսուելան միակողմանիորեն բռնագրավել եւ վաճառել է ամերիկյան նավթը, ամերիկյան ակտիվները եւ ամերիկյան հարթակները, մեզ պատճառելով միլիարդավոր ու միլիարդավոր դոլարների վնաս։ And we never had a president that decided to do anything about it. Instead, they fought wars that were Նրանք դա արել էին վաղուց, բայց մենք երբեք նախագահ չենք ունեցել, որը ինչ-որ բան կաներ դրա դեմ։ Նրանք վերցրել էին մեր ողջ սեփականությունը։ Դա մեր սեփականությունն էր, մենք էինք կառուցել այն։ Եվ մենք երբեք նախագահ չենք ունեցել, որը որոշեր ինչ-որ բան անել այդ հարցով։ Փոխարենը նրանք պատերազմներ էին վարում 10,000 մղոն հեռավորության վրա։ Մենք Վենեսուելայի նավթային արդյունաբերությունը կառուցել էինք ամերիկյան տաղանդով, նախաձեռնողականությամբ եւ հմտությամբ։ Իսկ սոցիալիստական վարչակազմը այն մեզանից գողացավ նախորդ վարչակազմերի ժամանակ։ Եվ նրանք դա արեցին ուժի կիրառմամբ։ Սա համարվում է ամերիկյան սեփականության ամենախոշոր գողություններից մեկը մեր երկրի պատմության մեջ։ Այն համարվում է մեր երկրի պատմության սեփականության ամենամեծ գողությունը։ Հսկայական նավթային ենթակառուցվածքներ վերցվեցին մեզնից այնպես, ասես մենք երեխաներ լինեինք, եւ մենք դրա դեմ ոչինչ չարեցինք։ Ամերիկան երբեք թույլ չի տա, որ օտար ուժերը թալանեն մեր ժողովրդին կամ մեզ դուրս մղեն մեր իսկ կիսագնդից։ Դա հենց այն է, ինչ նրանք արեցին։ Ավելին, այժմ արդեն տապալված բռնապետ Մադուրոյի օրոք Վենեսուելան մեր տարածաշրջանում ավելի ու ավելի հաճախ հյուրընկալում էր օտար հակառակորդների եւ ձեռք է բերում սպառնալիք ներկայացնող հարձակվողական զենքեր, որոնք կարող էին վտանգել ԱՄՆ շահերն ու մարդկային կյանքերը։ Նրանք այդ զենքերը կիրառեցին անցած գիշեր հնարավոր է համագործակցելով մեր սահմանների երկայնքով գործող կարտելների հետ։ Այս բոլոր գործողությունները կոպտորեն խախտում էին ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, որոնք ձևավորվել են ավելի քան 2 դար առաջ, բայց այլևս ոչ։ Դրանք սկիզբ են առնում դեռ Մոնրոյի դոկտրինայից։ Եվ Մոնրոյի դոկտրինան մեծ նշանակություն ունի, բայց մենք այն զգալիորեն գերազանցել ենք։ Շատ մեծ չափով։ Հիմա դա կոչվում է Դոնրոփ հաստատուղթ։ Չգիտեմ դա Մոնրոյի դոկտրինան է թե ոչ։ Մենք ինչ-որ կերպ մոռացել էինք դրա մասին։ Այն շատ կարևոր էր, բայց մենք մոռացել էինք դրա մասին, հիմա այլևս չենք մոռանում։ Մեր նոր ազգային անվտանգության ռազմավարության պայմաններում Ամերիկայի գերիշխանությունը արևմտյան կիսագնդում այլևս երբեք հարցականի տակ չի դրվի։ Դա տեղի չի ունենա։ Եվ եզրափակելով, տասնամյակներ շարունակ այլ վարչակազմեր կամ անտեսել են, կամ նույնիսկ նպաստել են արևմտյան կիսագնդում աճող անվտանգության այս սպառնալիքները։ Թրամփի վարչակազմի օրոք մենք շատ հզոր կերպով վերականգնում ենք ամերիկյան ուժը մեր սեփական տարածաշրջանում։ Իսկ մեր տարածաշրջանն այսօր տարբեր է այն բանից, ինչպիսին էր ընդամենը կարճ ժամանակ առաջ։ Ապագան որոշվելու է, եւ մենք դա արեցինք իմ առաջին պաշտոնավարման ընթացքում։ Իմ առաջին ժամկետում մենք ունեինք մեծ գերիշխանություն, իսկ հիմա մենք ունենք շատ ավելի մեծը։ Բոլորը կրկին վերադառնում են մեզ մոտ։ Ապագան որոշվելու է առևտրի, տարածքների եւ ռեսուրսների պաշտպանության կարողությամբ, որոնք ազգային անվտանգության հիմքային տարրերն են։ Դրանք մեր ազգային անվտանգության հիմքն են ճիշտ այնպես, ինչպես մաքսատուրքերը։ Մաքսատուրքերը մեր երկիրը դարձրել են հարուստ եւ մեր ազգային անվտանգությունը ուժեղ, ավելի ուժեղ, քան երբևէ նախկինում։ Սակայն սրանք այն երկաթյա օրենքներն են, որոնք միշտ են որոշել համաշխարհային ուժի բաշխումը, եւ մենք պատրաստվում ենք դա այդպես պահել։ Մենք կապահովենք մեր սահմանները, մենք կկասեցնենք ահաբեկիչներին, մենք կջախջախենք կարտելները եւ մենք կպաշտպանենք մեր քաղաքացիներին բոլոր սպառնալիքներից, թե արտաքին, թե ներքին։ Այլ նախագահներ գուցե չեն ունեցել նման քաջություն կամ ինչ էլ որ լինի Ամերիկան պաշտպանելու համար,
բայց ես երբեք թույլ չեմ տա, որ ահաբեկիչներն ու հանցագործները անպատիժ գործեն Միացյալ Նահանգների դեմ։ Այս չափազանց հաջող գործողությունը պետք է որոշ նախազգուշացում ծառայի յուրաքանչյուրին, ով կփորձի սպառնալ ամերիկյան ինքնիշխանությանը կամ վտանգել ամերիկացիների կյանքը։ Շատ կարևոր է ընդգծել, որ Վենեսուելայի նավթի նկատմամբ կիրառվող էմբարգոն շարունակում է լիովին գործել։ Ամերիկյան նավատորմը շարունակում է մնալ մարտական պատրաստության դիրքում, և Միացյալ Նահանգները պահպանում է բոլոր ռազմական տարբերակները, մինչև Միացյալ Նահանգների պահանջները լիովին կատարված և լիովին բավարարված լինեն։ Վենեսուելայի բոլոր քաղաքական և ռազմական գործիչները պետք է հասկանան, որ այն, ինչ տեղի ունեցավ Մադուրոյի հետ, կարող է տեղի ունենալ նաև իրենց հետ, և դա տեղի կունենա, եթե նրանք արդար չլինեն նույնիսկ իրենց ժողովրդի հանդեպ։ Բռնապետ և ահաբեկիչ Մադուրոն վերջապես հեռացել է Վենեսուելայից։ Ժողովուրդը ազատ է։ Նրանք կրկին ազատ են։ Դա երկար ժամանակ էր նրանց համար, բայց նրանք ազատ են։ Այս առավոտ Ամերիկան ավելի անվտանգ երկիր է։ Այս առավոտ Ամերիկան ավելի հպարտ երկիր է, որովհետև թույլ չտվեց, որ այս սարսափելի անձնավորությունը և այն երկիրը, որը մեզ հետ շատ վատ բաներ էր անում, շարունակեն դա անել։ Դա թույլ չտվեցինք։ Եվ արևմտյան կիսագունդն այս պահին շատ ավելի անվտանգ վայր է։ Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այստեղ գտնվելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Ռեյզենքեյնին, նա հրաշալի մարդ է։ Ես աշխատել եմ շատ գեներալների հետ, աշխատել եմ ոմանց հետ, որոնց չեմ հավանել, աշխատել եմ ոմանց հետ, որոնց չեմ հարգել, աշխատել եմ ոմանց հետ, որոնք պարզապես լավը չէին, բայց այս մարդը բացառիկ է։ Նախորդ գիշեր ես տեսա ինքնիշխանության դեմ իրականացված ամենաճշգրիտ հարձակումներից մեկը նրա ղեկավարությամբ, և դա արդարության համար իրականացված հարձակում էր։ Ես շատ հպարտ եմ նրանով և շատ հպարտ եմ նաև մեր պաշտպանության նախարար Փեթեք Սեդով, ում հիմա կխնդրեմ մի քանի խոսք ասել։ Շնորհակալություն ձեզ։